Սիրելի բարեկամներ, եթերում Տապանի քննարկում հաղորդաշարն է եւ մենք զրուցելու ենք ազգային օրակարգ կուսակցության խորհրդի նախագահ Հայաստանի Հանրապետության նախկին դեսպան Արա Հակոբյանի հետ։ Պարոն Հակոբյան, քննարկումը սկսենք ներքաղաքական իրավիճակով, ես նկատի ունեմ այսպես հստակ նախընտրական մթնոլորտը, որ գոյություն ունի Հայաստանում, համագումարները, որոնք մեծ թվով են եւ խոստանում են, որ ուրեմն ընտրացուցակը բյուլետենը կլինի շատ երկար, առնվազն 20 եւ ավել ուրեմն կուսակցություններ կմասնակցեն այս ընտրությանը եւ բայց եկեք սկսենք Փաշինյանի ելույթներից, հատկապես իր ելույթը արտասահմանյան գործակալների մասին իր կոլորիտային ոճով։ Տեսեք, սկսենք Փաշինյանի ելույթներից եւ Փաշինյանի ելույթների մեջ այն ինչ որ դուք ասիք դրան իհարկե կարելի է անդրադառնալ, իրեն հատուկ ձևով դա էլ ճիշտ նկատեցիք, Փաշինյանը անդրադարձավ օտարի ազդեցության գործակալներին եւ ասելով, որ այլ երկրներում, մասնապես Ռուսաստանում, նմանատիպ գործակալները հատուկ օրենքով նրանց գործունեությունը կարգավորվում է եւ սահմանափակվում է, ինչ-որ իմաստով։ Եվ նշեց նաեւ, եւ դա իրողությանը համապատասխանող, որ նմանատիպ օրենք կան նաեւ ԱՄՆ-ում, այսինքն տպավորություններ, որ նախապատրաստական ելույթ էր կամ դրույթ էր Փաշինյանի կողմից, որպեսզի համապատասխան կարգավորում մտնի, կտեսնենք ապագայում դա կլինի թե չէ, բայց ընդհանուր առմամբ խոսենք հետեւյալի վերաբերյալ Փաշինյանի ասացից որոշակիորեն դուրս գալով։ Մենք մեր քաղաքական ուժը ազգային օրակարգ բազմաթիվ անգամ ասել է, որ Հայաստանը գտնվում է օտարի իշխանության ներքո։ Եվ Հայաստանը օտարի իշխանության ներքո է գտնվում եւ սպասարկում է օտարի շահերը արդեն վերջին 35-40 տարին, այսինքն իր ձևավորման Հայաստանի այս հանրապետության ձևավորման պահից օտարի ազդեցությունը Հայաստանում նկատելի է, որոշիչ է եւ պարզ է, որ այդ օտարի ազդեցությունից պետք է դուրս գալ։ Նույն Փաշինյանը նույն օտարի շահերը սպասարկող հերթական վարչակարգն է։ Հիմա իրականում կա չէ խնդիր, որպեսզի օտարի ազդեցության գործակալները, չեմ ասում ուղիղ գործակալները, չկարողանան Հայաստանում սպասարկել նույն օտարի շահերը, որը հակահայ է այդ շահը եւ տասնամյակներ շարունակ, եթե չասենք 100-ից ավել, 150-200 տարի անում առավելագույնը թշնամական իր օրակարգի համատեքստում։ Այնպես որ այդ հարցը կարծում եմ կա եւ ընդհանրենք մեր քաղաքական ուժը այդ հարցին վերաբերվում է նաեւ հետեւյալ կերպ, որ պետք է բացահայտում անել եւ լուստրացիոն այդ գործընթացը պետք է անել եւ այո, պետք է կարծում եմ նաեւ օրենսդրորեն օտարի շահերը սպասարկելը ոչ միայն սահմանափակվի, այլ քրեորեն դառնա հետապնդելի։ Այստեղ խնդիրը նա է, որ երբ որ այդպիսի օրենք ես ընդունում, հետո պիտի լինի գործընթաց, որ ոմանց կամ որոշ կազմակերպություններ ճանաչել օտարերկրյա գործակալ։ Ամբողջ խնդիրն այն է, որ այդ չափանիշները եւ այդ կիրառությունը, ես կարծում եմ մեր պարակտված հանրության մեջ տարակարծությունների տեղի կտանի։ Անպայման կտա, ես ձեր հետ համաձայն եմ, բայց մյուս կողմից, երբ որ օտարի գործակալները լուստրացիայի չեն տրվում եւ շարունակում են հանգիստ իրենց գործունեությունը հակահայ, հակապետական, ապազգային, ապա այդ պարակտումը նրանց նպատակներից մեկն է։ Եվ այն պարակտումը, որ այսօր մենք ունենք Հայաստանում, իմ կարծիքով հենց դրա դրսևորումն է։ Շատերը օտարերկրյա գործակալի այդ օրենք հասելով առաջին հերթին պատկերացնում են Ռուսաստան, բայց չէ որ կան նաև այլ մարտահրավերներ։ Բնականաբար, բայց իհարկե հնարավոր չի համեմատել ռուսական ազդեցության հետ եւ ռուսական մետրոպոլիայի գործակալների կամ ազդեցության գործակալների հետ շատ ուրիշներին է։ Ենթադրենք Ռուսաստանը Հայաստանի արևելյան Հայաստանի այս տարածքում իշխում է արդեն մոտ 200-250 տարի եւ սկսած են բայց ոնց որ ասել է Խաչատուր Աբովյանը որպես կարգախոս օրհնվի են Սահաթը ռուսի ոդկա սապոգը կամ չգիտեմ ինչը որ մտավ Հայաստան այդ պահից սկսած Ռուսաստանը
ունեցել է Հայաստանում անվերահսկելի ազդեցություն եւ իր գործունեության հակահայ գործունեության համար անսահմանափակ դաշտ եւ լծակներ։ Այնպես որ Ռուսաստանը իհարկե առաջինն է այդ իմաստով, բայց կան թուրքական գործակալները, թուրք-ադրբեջանական, կան կոսմոպոլիտ բաները ազատականներ, ձախ լիբերալները, որոնք գլոբալիստ են իրանց էությամբ, կան դրանց գործակալական ցանցը եւ ընդհանուր առմամբ կա արևմուտք կոչվածի, որ նույն գլոբալիզմը դրանց գործակալական ցանցը, այնպես որ ամբողջ տիրույթը պետք է վերահսկելի լինի եւ իմ կարծիքով դա շատ կարեւոր է, որ մարդիկ իմանան, որ այսինչը, երբ որ գործում է ինչ-որ թեզեր ասում, նրա ետևում կանգնած է այսինչ օտարը։ Ես հասկանում եմ դուք ինչ եք ասում, բայց ես ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել մեկ ուրիշ ասպեկտի վրա եւ կուզենայի ձեր կարծիքը իմանալ դրա մասին։ Ակնհայտ է, որ մենք Հայաստանում ունենք շատ վատ ապազգային օրենքներ, որոնք թույլ են տալիս ազգային հարստության պարզապես թալանը օտարերկրյա ընկերությունների կողմից։ Այսինքն Հայաստանը այն երկրների մեջ է, երևի միակ երկիրն է, որտեղ չի գործում այդ միջազգային ուրեմն ընդերքի գործունեության հետ կապված շահույթի բաժանման օրենքը, որ 100% այդ ապրանքը, այսպես ասած, որ հանվում է ընդերքից, դառնում է հանողի սեփականությունը եւ բաժանվում եւ միջև վերջերս նույնիսկ ռոյալտիներ չկային որպես այդպեսին։ Ինչի համար եմ սա ասում, որովհետեւ այդ օրենսդրական բազան, այդ մոտեցումները, այդ պրիվատիզացիայի այդ որի մասին մենք խոսում ենք անպայման խայտարակ տերմինը կպցնելով, այդ ամբողջը փաստորեն արվել է նաեւ ոչ միայն ռուսական, այլև այլ երկրների, հատկապես արևմտյան երկրների հորդորներով, ես չգիտեմ միջազգային կազմակերպությունների ուրեմն ցուցումներով եւ այլ։ Սրան դուք ոնց եք նայում։ Բնականաբար ընդերքի շահագործումը Հայաստանի դա բառը դուք ասեցիք խայտարակա եւ այդ ընդերքի շահագործումը եղել է 11 ամենասկզբից այս հանրապետության ձևավորումը եւ դրանից առաջ էլ։ Հիմա նորից օտարները տարբեր են եւ օտարի շահերը տարբեր են, առավելևս երբ որ քու երկիրը ներկայացնող տարբեր վարչակարգեր սպասարկել են այդ նույն օտարի շահերը։ Հիմա ինչ վերաբերվում է ինչ ազգության են, այո, գլոբալիստական են թեզերը, որոնք կան, որոնք միջազգային իրավական տիրույթում հնարավորություն են տվել շահագործել, ազատականացման, այսպես ասած, չաբանի գաղափարների ներքո, ձախ լիբերալ նորից ասեմ, գաղափարների ներքո, բայց իրականում հնարավորություն են տվել շահագործել թույլ չձևավորված պետություններին եւ ժողովուրդներին, որոնց մեջ է եւ Հայաստանը, բայց այդտեղ մյուս բանը ասեմ, որը էլի հետաքրքիր է, ենթադրենք սկսած պղնձամոլիբդենայինից վերջացած մնացած մեր հանքարդյունաբերության մեծ համատաբար ձեռնարկություններից մեծ եւ միջին։ Այսօր բոլոր այդ ձեռնարկությունները բոլոր համար անխտիր, եթե սխալվում եմ, հենց բոլորը պատկանում են ռուսականին։ Ռուսական ընկերությունը, այնպես որ այդ ռուսականը հանել չի կարելի, որովհետեւ անգամ եթե դա ռուսական չի առերես թվացial։ Հետևից ռուսականի ականջները երևում է, ինչ որ ժամանակ հետո նրանք դա վերաձևակերպում են եւ դարձնում են ռուսական։ Իսկ թալանին ընդերքի դա այն մյուս հարցերից մեկն է, որ ազգային եւ ազգայնական ուժերի իշխանության գալու պարագայում պետք է անպայման լուծվի եւ վերանայվի բոլոր այն մասնավորություն կլինի դրա անունը, չգիտեմ, համաձայնագրեր, պայմանագրեր կլինի, նայել այդ ամեն ինչը վերանայել եւ ելնել հայկական ազգային եւ պետական շահից։ Շատ լավ, վերադառնանք մեր թեմաներին, փաստորեն ես որքան հասկանում եմ, ձեր քաղաքական ուժը դեմ չի, որպեսզի գործի այդպիսի օրենք դեմ չի մի պայմանով, երբ որ Հայաստանում լինի արմատական իշխանափոխություն, այսինքն եթե դա անում է Փաշինյանը տենց օրենք համացանը, բարձր նա իր ճակերտներում նույնիսկ քաղաքական հակառակորդների կամ ընդդիմադիրների դեմ դա օգտագործելու։ Այսինքն Փաշինյանը ինքը լինելով այդպեսին
օտարի շահերը սպասարկու, ինքը ոնց կարող է այդ օրենքը օգտագործի արդարության սկզբունքով։ Այնպես որ դա պետք է լինի, բայց դա կարող է լինի միայն համակարգային փոփոխությունից հետո։ Փաշինյան երբ խոսում էր ուրեմն այդ գործակալների մասին, նա օգտագործեց ռուսերեն հենց իностранный агент, Ինոագենտ, այո։ Հա? Ինոագենտ։ Եվ տարօրինակ միտքեր ձևակերպում, որովհետև ով խաթարում է ռուս-հայկական բարեկամությանը, դա իностранный агент է։ Տեսեք։ Հիմա ձեր գործունեությունը այդ տեսանկյունից նայեք, ուրեմն դուք եք agent։ Տեսեք, ինքը ոչ միայն բարեկամություն, եղբայրություն ասեց։ Այսինքն բոլոր դա շատ լավ ուղերձա բոլոր նրանց, ովքեր ասում են, «Էս Փաշինյանը հակառուս է եւ այլն եւ այլն»։ Նա ասեց, մենք դրա մասին խոսել ենք եւ ասել ենք, որ Պուտինի հետ վերջի հանդիպումը, այդ հանդիպումի այդ բեմադրությունը ձևակերպված էր եւ բեմադրված էր այդ որպեսզի Փաշինյանին հավելյալ վարկանիշ տրվի եւ ցույց տրվի, որ Փաշինյանը Պուտինի հետ ընկերական բարեկամական եղբայրական հարաբերությունների մեջ է։ Փաշինյանը դա ուղիղ տեքստով Պուտինին ասեց, որ եթե դու չուզենայիր այս հարաբերությունները, դա ես չէի կարող անել։ Դու ես բերել այս եղբայրության։ Ուղերձ բոլոր ռուսամոլներին թրկացած եւ կամ ոչ թրկացած, որ Փաշինյանը շարունակում է մնալ ռուսական մետրոպոլիայի ազդեցության գործակալ, այսինքն շահերի սպասարկու, այսինքն ձեր ասած ինոագենտ, այսինքն ինոագենտը մենք չենք։ Ինոագենտը Փաշինյանն է, որը սպասարկում է բոլոր հակահայ թշնամական ուժերին, սկսած որպես կրտսեր գործընկեր թուրք-ադրբեջանականից, տվյալ դեպքում հրեականից, որովհետև Իսրայելը աներբա եւ անթակույց հակահայ դիրքորոշում էր վերցրել եւ շարունակում է վերցնել եւ բնականաբար ռուսներից եւ գլոբալիստներից։ Նա այդ բոլորին սպասարկում է, որովհետեւ էլի ես ասել եմ, կրկնում եմ, Փաշինյանն ունի ֆլյուգերային քաղաքականության, եթե դա անցալի քաղաքականության դիրքավորման սկզբունք եւ ֆլյուգերով նա պատտվում է այն կողմը, որտեղ քամին ուժեղափիչում։ Եվ այստեղ այս համատեքստում ուզում եմ մի բան էլ ասեմ, որը նախընտրական, այսպես ասած, փուլի գործիքներից մեկն է, որ այսօր օգտագործվում է։ Հերթական անգամ շրջանառության մեջ է դրվում կործանարար թեզը, չարյաց փոքրագույնի կործանարար թեզը։ Այսինքն Փաշինյանին, որը հենց նոր խոսեցինք եւ նա ինքը եւ ռուսները ցույց են տալիս, որ նա մեր տղան է, շարունակում է մնալ մեր տղան, հա, ուրիշի տղան էլ է, բայց շարունակում է մնալ մեր տղան։ Եվ բերել էլի ընտրանքը հայության համար ընտրանք, որ չարած փոքրագույնը ռուսն է, իդեմս թուրքի, որտեղ Փաշինյանը թրքամետ է։ Եվ Փաշինյանը թրքամետել է, ռուսամետել է եւ այլն։ Այսինքն չարած փոքրագույն չկա։ Եվ բոլոր այն ուժերը, որքեր ռուսներն են, ռուսական կողմն են ներկայացնում, այն ուժերը, որոնք իբր թե ռուսական կողմը չեն ներկայացնում, ազգային իբր թե տիրույթում են գործում, չարած փոքրագույն սկզբունքը դա Հայաստանի կործանման վերջնականացումն է։ Եվ այդ թեզով գնացողները իրանք, այո, ինոագենտ են, որոնք ասում են, այսինքն որևէ օտար մեզ պիտի իշխի, եկեք տեսնենք, այս պահին ամենաքիչ վնասը մեզ որ օտարը կարա բերի։ Այդ դրույթը երբ որ ասում է, սովորաբար ուղեկցում է, քանի որ այլ տարբերակ չկա։ Դուք այդ այլ տարբերակ տեսնում եք։ Իհարկե տեսնում եմ, ես այլ տարբերակ տեսնում եմ մեզ հայությանը։ Ես այլ տարբերակ մի անգամ չի որ մենք դրա մասին խոսենք։ Այլ տարբերակը հենց հայությունն է։ Երբ որ հայությունը կունենա ազգային պետություն, ազգային հոգևոր պետություն, ավելացնեմ, եւ կունենա ազգայնական իշխանություն, հստակ իր ձևաչափով կհատկորոշի ազգային եւ պետական շահերը եւ կսկսի համադրել այլ պետությունների եւ տարածաշրջանային եւ ոչ տարածաշրջանային մեծ պետությունների ուժային կենտրոնների տարբեր հետ կհամադրի իր ազգային եւ պետական շահերը եւ անպայման կլինեն համադրումներ, որտեղ դուք ունենաս համագործակցություն, ռազմավարական համագործակցություն, դաշնակցություն, եթե կուզեք, եւ կլինեն ոչ համադրումներ, ավելին թշնամանք, եւ դուք իմանաս, սա թշնամի է, սա բարեկամ է, այդտեղ չի աշխատում, որ կամ ռուսն է, կամ թուրքն է։ Դա այն ծուղակն է, որի մեջ մեզ պահում են 200-250 տարի եւ կործանում են հայությունն ու հայկականությունը։ Այստեղ մի բան էլ ավելացնեմ, որովհետեւ ես հոգեվոր բառը օգտագործեցի եւ միանգամից հիշեցի հետեւյալը, որ
մի քանի օր առաջ Սարգսակ Աջապայանը, որը arciepiskopos Աջապայանի ազգականն է եւ նույնպես հոգեվոր տիրույթում է, իմ կարծիքով տվել է հիանալի բանաձև, այդ իմ ասած չարյաս փոքրագույն սկզբունքին կամ օտարին ընտրելու սկզբունքին, որ այսօր եկել է պահը, որ քանի որ բախտորոշ է պահը, որ պետք է այդ նմանատիպ մոտեցումների նկատմամբ հանդուրժողականություն չունենալ, չհանդուրժել նմանատիպ մոտեցումները, ասել իրականությունը եւ ասել ճակատին։ Հիմա եւ նա դա ձևակերպել է հետեւյալ կերպ, որ եկել է ժամանակը լույսը ստվերից տարանջատել եւ տարանջատել տեսանելիորեն, որպեսզի հասկանալի լինի, սա լույսն է, սա ստվերն է, հակառակ դեպքում մենք ունենում ենք աղջամուղջ, որտեղ ամեն ինչ լղոզված է եւ ինչ ասես հնարավոր է անել հայության եւ Հայաստանի հետ։ Հիմա պետք է այդ աղջամուղջի վիճակից, որի մեջ մենք գտնվում ենք, դուրս գալ, տարանջատել լույսը ստվերից։ Ես այդտեղ տեսնում եմ նաեւ այսպիսի վտանգ, պարոն Հակոբյան, որովհետեւ ինձ ձեր ասած այդ տարանջատումը հիշեցրեց նույն Նիկոլ Փաշինյանի կողմից այդ նախկինների ներկաների, սևերի, սպիտակների այդ տարանջատումները, որոնք որ բերեցին հասարակությանը գրեթե անգործունակ վիճակում։ Դուք ինչպես եք պատկերացնում այս հասարակության մեջ եւս մի տարանջատում արդեն լույսի խավարի։ Տեսեք, պետք է տարանջատումը լինի իրական, ոչ թե կեղծ, չէ՞ Փաշինյանի հետ համեմատությունը այդ տեսակետից ճշգրիտ չի, որտեղ Փաշինյանը լինելով այդ ամբողջ համակարգի հերթական ներկայացուցիչը, որպեսզի կարողանա դիրքավորվել հանրային դաշտում, ինքը այդ անունը տվեց, բայց Փաշինյանը այդ համակարգի 35 տարի Հայաստանը տիրող համակարգի, հակահայ համակարգի հերթական ներկայացուցիչն է։ Նորից նմանատիպ նույն լյուստրացիայից ենք խոսում, նույն օրենքից ենք խոսում։ Նմանատիպ տարանջատումները լույսի եւ ստվերի, այսինքն օրինակ լյուստրացիոն քայլը ինքը ծանր քայլ է, ցավ բերող քայլ է, եւ հանրությանը եւ մարդկանց, որտեղ դա առանձին մարդկանց մասին է նաեւ։ Բայց եթե դու այդ գործընթացով չես անցնում, դա ոչ թե տարանջատման է բերում, դա բերում է միասնության հետո։ Այսինքն համախմբման դու ազատվում ես քո մեջ եղած չարիքից եւ այդտեղ միայն դա հնարավոր միայն է պարագայում, երբ որ իշխանությանը հենց այս համակարգը չի, որը հակահայ, այլ իշխանությանը եկել այն ուժերը, որոնք իրականում ունեն հայությանը դարձի բերելու միտում։ Եվ առանց այդ տարանջատման մեր կարծիքով դա հնարավոր չի իշխանել, դա իհարկե ռիսկերը ունի, ասեցի, իր վտանգները ունի, բայց ի վերջո եւ դա նույն մարդկության պատմությունն է ցույց տալիս, շատ հեռու պետք չի գնալ, այնտեղ նմանատիպ այդ լյուստրացիոն գործընթացը եղավ մերձբալթյան երկրներում։ Դրանից մերձբալթյան երկրների ժողովուրդը ուժեղացավ թե թուլացավ, պետականությունը մերձբալթյան ուժեղացավ թե թուլացավ։ Ենթենք այդ նույն լյուստրացիոն գործընթացը չէր եղել Ուկրաինայում, բնական է, եւ Ուկրաինան ընկավ այս վիճակի մեջ։ Այսինքն պետք է դա անել, որպեսզի պետականությունը, ազգային պետականությունը կարողանա ոտքի կանգնել եւ ուժեղանալ։ Բայց դա կարող է անել միայն այն ուժը, որը դրա կամքը կունենա, իսկ մենք փաստորեն այս ամբողջ ժամանակահատվածում այդպիսի ուժ իշխանության չենք ունեցել։ Ես հենց դա էլ ասում եմ, որ 35 տարի Հայաստանում հենց այդ հենքով ձևավորված իշխանությունն է եղել։ Հենց այդ հենքով, որտեղ Հայաստանի բոլոր վարչակարգերի հիմքում հենց այդ օտարի շահերը սպասարկող շերտն է եղել, գործակալական։ Ես իմ խոսքում սկզբում ասեցի այդ մեծ թվով համագումարների, մեծ թվով ուժերի մասին, որոնք մասնակցելու են ընտրություններին։ Ձեր կարծիքով այս ընտրությունները այդ իրավիճակը կփոխեն, թե ոչ։ Ձեր գնահատականը, ասենք, ընտրություններից 2 ամիս առաջվա դրությամբ։ Տեսեք, նորից, եթե մենք անդրադառնում ենք ընտրական ընտրություն չակերտները իհարկե, բայց այնուամենայնիվ, որտեղ դա միջոցառում է, որը կազմակերպում է իմ ասած իշխանական համակարգը իր վերընտրության, իր վերարտադրության համար։ Հիմա ընտրություններում եղած
ամենամեծ ռեսուրսի տիրապետող ուժերը, հա, դա 4-ն են ընդհանուր առմամբ։ Դա Փաշինյանն է ինքը, այսինքն Փաշինյանական հետ վարչակարգը, կուսակցական փաթեթով, դա նոր ձևավորվող ուժն է բանի Սամվել Կարապետյանի, դա Ծառուկյանի ուժն է եւ դա Քոչարյանի ուժն է, գումարած դաշնակցություն։ Սա են այդ հիմնական են ուժերը, որոնք ռեսուրս ունեն եւ որոնք շրջանառվում են եւ որոնք իշխանության համար ներիշխանական համակարգում պայքարում են, եթե արտաքին, այսպես ասած, այլ ընտրանք իրական լինի, պայքարում են իրար հետ միասին պայքարում են այլ ընտրանքի դեմ։ Այդ այլ ընտրանքը ձևավորվելու է թե չէ, ես մյուս մեր հաղորդմանը կասեմ, որ ձևավորվեց կամ ոչ, եւ եթե չձևավորվի, ես կասեմ, անկեղծ կասեմ իմ կարծիքով պատճառները։ Այդ այլընտրանքը ազգայնական ուժերի բևեռը կարող է լինի եւ այդ այլընտրանքի պարագայում ինչ որ մի բան ընտրական գործընթացում եւ ընտրության հարցումներում եւ հետ ընտրական գործընթացներում ինչ որ մի բան կարող է փոխվի։ Եթե այդ այլընտրանքը իրական այլընտրանքը, միաբանման այլընտրանքը չստացվի կամ չկայանա, ապա կարծեմ հերթական ներհամակարգային գործընթացն է, որը բերում է Հայաստանի կործանման հերթական արարին եւ փուլին։ Հիմա այստեղ մի բան եմ ուզում ասել։ Հաճախ դրա մասին խոսում են, հիմա 20-ից ավել կուսակցությունը այստեղ համաձայն եմ, որ 20 եւ ավել կուսակցություն կամ կուսակցություն չասենք, ինչ որ միավորներ են մասնակցելու այս ընտրություն եւ խոսում են ձայների մսխման մասին։ Այո, ձայների մսխումը լինելու, բայց խոսում են անպայման, որ ձայների մսխումը լինելա իօքոտ իշխանության։ Այսինքն դա ինչ է նշանակում, որ ի սկզբանե ամենակատաղի ռեսուրսային ընդդիմության ներկայացուցիչները ասում են, որ իշխանության ամենաշատ ձայնն է հավաքելու։ Տրամաբանությամբ դա է նշանակում։ Այսինքն ի սկզբանե ասում են, որ իշխանությունը ամենամեծ քվեն է ունենալու, գոնե գրված։ Որովհետև եթե մսխումը իօքոտ իրանց է, մսխումից շահելու են, ձայների մսխումից շահելու են նրանք, ովքեր ամենաշատ ձայն են հավաքելու։ Մյուս կողմից, այդ նույն ընդդիմության ներկայացուցիչները ասում են մենք խախտելու ենք ավելի շատ քվե հավաքելով, Փաշինյանը քվե չունի եւ այլն։ Բայց եթե մսխվել է, այդ դեպքում իօքոտ ձեզ է լինելու, ինչ եք դժգոհում։ Այսինքն դուք գիտեք կամ պայմանավորվածություն կա արդեն, հա, որ Փաշինյան Նիկոլա Ռուսաստանից է հրահանգ է եկել, չգիտեմ, Եվրոպայից է եկել, թե որտեղից է եկել, Ռուսաստանից, Բաքվից, Անկարայից եւ նաեւ արևմուտք կոչացել տեղից, որ Փաշինյան Նիկոլա ամենաշատ քվենա ունենալու գրված։ Եվ դրա համար ասում եք, որ օգնելու է Փաշինյանին։ Այսինքն դուք շատ ձայն հավաքեք, ոնց որ եւ ասում եք։ Թող ձեզ օգնի ձայների մսխումը։ Դա պարզագույն մաթեմատիկա է։ Հերիքակ մանիպուլացնեք։ Այսինքն հիմա դուք ինչ կոչ եք անում մեր հերոստատողներին ընտրել հենց այդ ուժերին, որպեսզի Փաշինյանը չընտրվի։ Չէ, ես կոչ եմ անում մեր հերոստատողներին, մեծ դիտողներին ընտրել ազգային ուժ։ Այն բևեռը, որը ես կարծում եմ ձևավորել։ 20-ի մեջ ազգային ուժեր, որոնք որ պիտի մասնակցեն։ Ես գիտեմ որ կան։ Ես ասեմ հետևյալը, այդ բևեռի ձևավորման նպատակը այդ ազգային ուժերի միաբանումն է, որտեղ ազգային ուժերի բաները ներկայությունը ռեսուրսային դաշտում շատ թույլ է։ Այսինքն ռեսուրսների խիստ սահմանափակում կա, եւ այդ ռեսուրսները պետք էր միաբանել, որպեսզի մի ընդհանուր թիրախի խփվի, եւ այդ թիրախը իմ կարծիքով լինելու է այս փուլում, որովհետեւ որևէ կեղծ հույս պետք չի տալ մարդկանց, որ այս միջոցառման ընթացքում անունաընտրություններ հնարավոր է իշխանափոխություն։ Իշխանափոխությունը տենց չի լինելու։ Իշխանափոխությունը լինելու ազգային ազատագրական պայքարի համատեքստում, բայց այս ընտրությունները այդ ազգային ազատագրական պայքարի հերթական արարը կարող լինեն, եթե ազգային ուժերը միաբանվեն։ Հիմա բոլոր նրանք, ովքեր չեն միաբանվում, դա արդեն ոչ թե մսխելու մասին է խոսքը, այլ նրանք ուրեմն խնդիր ունեն ազգային ուժ կոչվելու կամ ազգային ուժերի միաբանման գաղափարի հետ։ Խնդիր ունեն, որտեղ պարզ չի, որ որևէ ազգային ուժ կոչված, որևէ, ել չեմ ասում ազգայնական, չի կարող առանձին որևէ լուրջ արդյունքի հասնել։ Շատ լավ։
Եկեք հիմա դուրս գանք կարճատև գովազդային դադարի, որից հետո կշարունակենք մեր զրույցը, սիրելի բարեկամներ, մնացեք մեզ հետ գովազդի եթերում։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Երևանի եւ Զովունիի սահմանին գտնվող Ալպիական թաղամասում սկսվել է 2, 3 եւ 4 սենյականոց բնակարանների նախնական ամրագրում։ Առաջարկում ենք նաեւ թաունհաուսներ արդեն պատրաստ եւ կառուցվող։ Բնակարանների արժեքները սկսվում են 50,000 ԱՄՆ դոլարից մինչև 140,000 ԱՄՆ դոլար, իսկ թաունհաուսներինը 160,000 ԱՄՆ դոլարից 170,000 ԱՄՆ դոլար։ Մանրամասների համար այցելեք մեր պաշտոնական կայք alpiakan.am կամ զանգահարեք +374 44 201 066։ Ամրագրում կարող եք կատարել մինչև ապրիլի 30-ը։ Ալպիական թաղամաս, ձեր նոր տունը հայրենիքում։ Երևանն եք ուղարկում։ Օթանավով։ Երևանն են ուղարկում։ Ստեղ ուղարկում են, Երևանում ստանում են $1.99 Սենսացիա։ Այ սենսացիան է սա։ Ծրիա։ Իսկ ավտոմեքենաները կարող եք ուղարկել անհավատալի ցածր արժեքներով։ Նավով վճարում եք 1 արկղի համար, 2 արկղել անվճար։ Ասեք, Աշոտ դա ուղարկել։ Jackpot հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաեւ կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Jackpot-ի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Jackpot հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ։ Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Նոյան տապան տպարան, Նոյան տապան հրատարակչություն, շարվածքից մինչև տպագրում, զանգահարեք, գրեք, այցելեք, միասին պատրաստենք ձեր գիրքը, ամսագիրը կամ թերթը, որտեղ նշվելու է, տպագրված է Նոյան տապանում։ Սիրելի բարեկամներ, հիշեցնում եմ, որ մենք զրուցում ենք ազգային օրակարգ կուսակցության խորհրդի նախագահ Արա Հակոբյանի հետ եւ այս հատվածում պարոն Հակոբյան, եկեք քննարկենք միջազգային իրավիճակը, առաջին հերթին Իրանի շուրջը ստեղծված այս պատերազմում եւ այդ հետաքրքիր զարգացումներ են տեղի ունենում, կարծես թե հնարավոր է պատերազմը կանգնի։ Տեսեք, զինադադարը փաստացի այս պահին
եւ զինադադարը բանակցությունների համար հնարավորություն է ստեղծել։ Այդ բանակցություններում առայժմ տեսանելի լուրջ արդյունքներ չկա, բացի նրանից, որ պարսկական իրանական կողմի պահանջով զինադադարի մեջ պետք է ներգրավի նաև Լիբանանը, այսինքն այն բանն է Հեզբոլլահը, եւ մեծ դիմադրությամբ հրյաների դիմադրությունը, Նետանյահուի, Թրամփի դիմադրությունը, օրինակ Թրամփը հայտարարություններ անում, որ չես հասկանում, այս ինչ կարգի, այսինքն պոպուլիզմը կարող է այդ մակարդակի լինի եւ լինի Ամերիկայի նախագահի բանով բովանդակությամբ, որ ես 90-95% անգամ ասում էր Թրամփը համաձայնությանը դեմ եմ, այսինքն որ մեր պահանջները նույնիսկ 95%-ով կատարվի, ես դեմ եմ դրան, պետք է լինի 100%։ Այդ կարգի անլրջություն, այդ կարգի պոպուլիզմ եւ Իրանը շարունակելով իր կայուն եւ հաստատուն դիրքորոշումը պահպանել եւ շարունակելով պատերազմը բերեց նրան, որ Հորմուզի այդ բանի նեղուցի բացման պայմանով բան լինի Լիբանանի վրա հարձակումը դադարեցվի եւ դադարեցվեց։ Փաստացի Թրամփը էլի հանրային ասեց, որ Նետանյահուին հորդորել է, որ դադարեցնի եւ դադարեցված է եւ հիմա բանակցությունները ուր կհասնեն դժվար ասել, բայց դա մի հատ շատ կարեւոր գործոն կա, որի վրա պետք է ուշադրություն դարձնել, դրան կրկին անդրադարձել եմ մինչ այս Չինաստանի գործոնը։ Թրամփը ասում է, որ Չինաստանը ինքն է ասում, այսինքն այդ բաներ պոպուլիստները իրանք որ ոգևորում են, սկսում են բաներ ասել, որ պատի չասեն, էլի, որ մենք բան եւ այլն, մենք սկսում են Երևանյան բառերով ասած բլթացնել։ Հիմա Թրամփը ասաց, որ Չինաստանն է, որ պայմանադրել, որ այդ Հորմուզը պետք է բացվի, եւ ես երբ որ գնամ Չինաստան, ասաց Սի Ցզինպինը ինձ պետք է գրկի մի հատ ամուր եւ համբուրվենք, ասենք։ Այսինքն հասկանալի է, որ Թրամփի վրա լուրջ ճնշում կա, հենց Թրամփի վրա, ես չեմ ասում ամերիկացիների վրա, Թրամփի եւ այդ իր MAGA խմբի վրա լուրջ ճնշում կա, ոչ միայն հավաքական արևմուտքից հանած Ամերիկան, որտեղ ամբողջ Եվրոպան էլ այդ ճնշումը գործադրում, այլ նաև Չինաստանի կողմից եւ այլոց։ Եվ այդ տեսակետից կարծում եմ, ձեր հարցին արդեն պատասխանելով, որ կա հնարավորություն, որ զինադադարը, ես չեմ ասում խաղաղությունը, զինադադարը դառնա ինստիտուցիոնալ, որտեղ Թրամփը օր առաջ ուզում է ինստիտուցիոնալ ինչ-որ իրավիճակ ունենա վերահսկելի։ Մյուս այդ համատեքստում արդյոք պատերազմի դադարեցումը Հորմուզի նեղուցի ազատ անցումով փոխարինելը, որը մինչև պատերազմը եւս ազատ էր, կարող է ամերիկյան կողմը համարել հաղթանակ կամ պատճառ։ Իհարկե հաղթանակ չի կարող համարել, հաղթանակի համար մյուս հաղթանակի համար չէ, հաղթանակ հայտարարելու համար մյուս կարևորագույն գործոնը պետք է համաձայնության գան, դա միջուկային զենքի հրաժարումն է։ Եվ ստեղ եկել են այլին նույնիսկ հետաքրքիր բան է, էլի։ Թրամփյան եւ մնացածի այդ բանը կոչը, այդ դիրքավորումը, որ սենց արեցինք ես իրանցիներին, նենց արեցինք եւ նրանք երբևիցե պետք է միջուկային զենք չունենան, դա անհնարին է, երկիրը քաղաքակրթությունը ոչնչացնենք, բան, վերվեց նրան այս պահին գոնե, որ քննարկում են եւ որպես դրական լուծում են տեսնում, որ Իրանը պարտավորի 20 տարի միջուկային զենք չունենալ։ Այդ երբևիցեն դարձավ 20 տարի, քաղաքակրթությունը ոչնչացնելը դարձավ 20 տարի, այդ 20 տարին իրանցիք չեն համաձայնվում։ Հարցը դա է, այսինքն ամերիկացիք, Թրամփյան ամերիկյան կամ Թրամփյան վարչակարգը եկել է այն եզրին, որ իրեն թույլ չեն տալիս տակտիկական միջուկային զենք օգտագործել, այսինքն սպառնում են, որ միջուկային պատերազմ կսկսի համաշխարհային եւ դուք դրանից արդեն նես բանը կորուստներ կունենաք, որ եւ մարդկությունը ընդհանուր առմամբ։ Իսկ այն ցամաքային գործողություն խուսափում է որևէ կերպ Թրամփը ունենալ, որտեղ այդ միջանկյալ ընտրությունները մեծ պարտություն կկրի դեմոկրատներին, որը նոյեմբերին լինել կոնգրեսի, իսկ այս գործիքներով պատերազմը ավարտել չի ստացվել, այսինքն Իրանին վերջնական ծնկի բերել չի ստացվելու։ Եվ այստեղ մյուս բանը կա, դա էլ ասեմ, բայց այնուամենայնիվ, երբ որ դուք ասեցիք Հորմուզը միջև էտել էր աշխատում, նաև պետք է շեշտել, որ այս հարվածների արդյունքում իրանական վարչակարգն նաև Իրանը որպես երկիր մեծ կորուստներ ունեցել, այնպես չի, որ այս ամեն ինչը Իրանի կողքով անցնում, լուրջ կորուստներ ա ունեցել, այնպես որ այնպես չի նաև, որ Իրանն էլ չի ձգտում
նույն բանին պատերազմի դադարեցմանը կամ զինադադարին, հա, ճիշտ է, ես դա ասել եմ կրկնում, իրանցիների, պարսիկների մասնավորապես ցավի շեմը բարձր է, քան նույն ամերիկացիներինը, բայց այնուամենայնիվ կորուստները մեծ է եւ իրանցիք կուզենան, որ Իրանը կուզենա, որ հետևանք որպես ունենան կառավարելի վիճակ։ Եվ իրենց պայմաններն են դրում, դա իրենց միջոցների ապասառեցումն է, դա կոմպենսացիան է, բանի կորուստների, որոնք ունեցան այս պատերազմի եւ այլն, այսինքն գործընթաց է, որը ցանկալի է, որ բերի որոշակի ինստիտուցիոնալ դադարեցման, բայց խաղաղություն կարծում եմ չի լինելու այս փուլում գոնե։ Ես ուզում եմ անդրադառնալ այդ միջուկային զենքի 20 տարվա այդ մորատորիային, որ դուք ասացիք, որի շուրջը բանակցում են, բայց այդտեղ եւս մի այսպիսի հարց կարող է առաջանալ նույն ամերիկացիների կամ անդրողների կամ ամբողջ աշխարհի քաղաքացիների մոտ, չէ՞ որ միջև պատերազմը եւս Իրանը հայտարարում էր, որ ինքը երբեք ատոմային զենքի մտադրություն չունի, նա ուզում է ունենալ ատոմային էլեկտրակայաններ եւ խնդիրը դրան հավատալու կամ չհավատալու մեջ էր։ Խնդիրը դրան հավատալու չհավատալու մեջ էր եւ չէր, որովհետեւ միաժամանակ հարստացման չափը, ուրանի հարստացման չափը, որ ուներ Իրանը, եթե նորից ձեր ասած բան հավատանք այն տեղեկատվությանը, որ կա, դա ավել է, քան թե անհրաժեշտ է միջուկային զենքի ատոմատիկայանի համար։ Այսինքն հարցը միայն այն չի Իրանը իրավասություն կամ իրավունք կունենա հարստացնել, թե չէ։ Հարցը հասկանալին նա է, թե ինչի համար հարստացնել։ Եվ այդտեղ նորից դրա շուրջ էլ է գնում բանակցություններ, այսինքն Իրանը պնդում է, որ ինքը պետք է այդ իրավունքը ունենա, բայց վերահսկողության ներքո, եւ այդ վերահսկողությունը պետք է կարողանալ արդյունավետ կիրառել։ Հիմա ինչքանով կարողանան դա անել, դժվար է ասել, որտեվ մի արժեք չի ոչինչ, թշնամանքը մեծ է։ Եվ այդ թշնամանքը պահպանվելու է, եթե ամերիկյան կողմում լինեն Թրամպյան վարչակարգի ներկայացներ, Իրանում էլ մնան կրոնապետները։ Թշնամանքի փապկացման կամ ժամանակի մեջ համահարթեցման լուծում կարա լինի, երբ որ օրինակ Իրանում կրոնապետությունը փոխվի ազգային պետության, կամ Ամերիկայում այս պոպուլիստական Թրամպյան մագախումբը վերջապես դուրս մղվի եւ իրական աճ հանրապետականները գան իշխանության։ Ստիս Ամերիկայի process-ները ավելի խելքին մոտ են թվում, քան իրանական process-ները, բայց ինչև է կհետևենք իրադարձություններին։ Դե տեսեք, այստեղ մի բան եմ ուզում ասել, որովհետև կարևոր է, ես խոսեցի հավաքական եվրոպական, այսպես կոչված, եւ ոչ միայն եվրոպական, հավաքական արևմուտքի դիրքորոշման մասին էս պատերազմի վերաբերյալ հանած Թրամփ եւ Թրամփյան վարչակարգ, բայց այստեղ կարևոր է նաև հոգևոր առաջնորդի Հռոմի Պապի դիրքորոշումը, որը կոշտ, շատ կոշտ Թրամփին մատնացույց անելով Թրամփին, անունը չտալով, բայց մատնացույց անելով Թրամփին, ասեց, որ չի կարելի քեզ դնել Աստծո տեղ, հա, եւ արդարության բան դառնալ, արբիտր դառնալ եւ ինչ ուզենաս անես, այդ թվում պատերազմով մարդկանց սպանելով, որին կոշտ արձագանքեց Թրամփը վիրավորելով Հռոմի Պապին եւ կարծում եմ իր համար անգամ անսպասելի արձագանք ստացավ այլ արդեն ճակերտներում դաշնակից երկրներից, մասնավորապես շատ հետաքրքիր էր Մելոնի Իտալիայի վարչապետի արձագանքը, որը դիտարկում է Թրամփի հենարաններից մեկը Եվրոմիությունում։ Նա շատ կոշտ արձագանքեց Թրամփին, եւ որ Թրամփը իր ոճի մեջ մաչո պոպուլիստ բան վերջ այդ չգիտեմ ինչ ասեմ, ոչ սազական ոճի մեջ Մելոնին արձագանք, Մելոնին ասաց՝ «Մի րոպե, դու ես ատոմային միջուկային զենքից ես խոսում եւ այլն, սպառնալով, որ Իրանը կօգտագործեր, մենք ենք ձեզ փրկել, այդ թվում ձեզ իտալացին հետ»։ Մինչ այսօր պատմության մեջ մենակ մի երկիր ա եղել, որ միջուկային զենք ա օգտագործել, այդ եղել եք դուք։ Հերիքա բան կեղծ օրակարգեր շրջանառեք եւ քանի գնում է այդ թվում նույն բանում ԱՄՆ-ում կոնգրեսում հարց է շրջանառվում երկու կարևոր հարց, որ անմեղսունակ է Թրամփը եւ անմեղսունակության բանով հոդվածով հնարավոր է
impeachment չէ, իշխանափոխություն անել։ Այդ մի հարց է, որ հիմա սկսել է շատ ինտենսիվ շրջանառվել, որտեղ նրա արածները անմեղսունակության հոտ ունեն իր մեջ։ Եվ երկրորդ բանը սկսել է շրջանառվել եւ էլի շատ ինտենսիվ, որ Թրամփը ամերիկացիների նախագահ չի, այլ հրեաների։ Այսինքն այն ինչ որ Թրամփը անում, միարժեք ձեռքատալիս Իսրայելին, բայց դա հեչ չի նշանակում ձեռքատալիս ԱՄՆ-ին որպես պետություն եւ որպես պետական եւ ազգային շահ։ Այնպես որ այդ ամեն ինչը զարգացումներ ունեն եւ դրա համար Թրամփը եւ իր վարչակարգը փորձում է օր առաջ այս վիճակը հանգուցալուծել։ Հաջորդ թեման, որին կուզեի ես անդրադառնանք, դա Ուկրաինայի պատերազմն է, բայց այստեղ միջանկյալ մի թեմա կա կապված նրա հետ, որ Օրբան ընտրություններում պարտվեց եւ կարծես թե Եվրոպան հնարավորություն ստացավ ավելի միասնական հանդես գա եւ օգնությունների հարցում եւ մնացած այլ հարցերում։ Տեսեք, այո, դա այդպես է, Եվրոպան որոշակի ազատության աստիճանները Եվրոմիության ավելացավ, այն շատ պարզ պատճառով, որովհետեւ կոնսենսուսային պետք է լինեն լուծումները Եվրոմիության ընդհանուր եւ որևէ մի երկիր որևէ մի լուծմանը վետո դնում, դա հաղթարելը շատ դժվար է եւ դեռևս այս պահին արդյունավետ միջոցներ, գործիքներ չկան դրա համար։ Այո, Օրբանը գնաց եւ Օրբանը գնաց, դա էլ է շատ հետաքրքիր։ Թրամփին նորից անդրադառնալով։ Թրամփը ամեն ինչ արեց, ուղիղ խոսեց դրա մասին, ինքը գրառումներ արեց։ Վենսին իր փոխնախագահին ուղարկեց Հունգարիա, որպեսզի գնա Հունգարիայում ասի, որ այս Օրբանը ունի մեր աջակցությունը, բայց ռուս Թրամփյան, Պուտին-Թրամփյան sense ամենը որ ավելի ճշգրիտ լինի։ Պուտին-Թրամփյան ամենա հավատարիմ գործիչը Օրբանը պարտվեց եւ պարտվեց ջախջախիչ։ Մյուս կողմը մոտ 2/3 եթե չեն սխալում ձայներ հավաքեց, այսինքն սահմանադրական մեծամասնություն։ Ցույց է տալիս, որ այն ուղին, որով փորձում են ռուս Պուտին-Թրամփը գործել նույն ուկրաինական պատերազմի շրջանակում, այդ ուղին սկսել է պարտվել։ Ինչ որ պահի արդյունավետ էր, այդ ուղին սկսել է բանը Սլովակ վարչապետն ամենը Ֆիցո, եթե չեմ սխալում անունը, որը արդեն հիմա կամուկացի մեջ է։ Իսկ Հունգարիայի նոր ընտրված վարչապետը իր ելույթում ասաց, որ ինքը վերադառնում է դեպի Եվրոմիություն եւ Եվրոմիությունը ողջունեց այդ ամեն ինչը եւ Ուկրաինայի մասով միանգամից զարգացումներ եղան։ Միանգամից Զելենսկին շարունակում է դժգոհել Ուկրաինայի նախագահը, որ նույն Patriot-ի իր բաները անհրաժեշտ զինամթերք ինքը չի կարողանում ստանալ, ամերիկացիք չեն մատակարարում պատճառով անելով Իրանի պատերազմը, բայց ես չեմ կարծում դա այդպես է, ամերիկացիք առիթից փորձում են օգնել ռուսներին հերթական առավելությունը տալու համատեքստում, բայց եվրոպացիք հավելյալ քայլ արեցին։ ՆԱՏՕ-ն եվրոպացիք 90 միլիարդ դոլար այս տարի, եվրոյի կներեք, այս տարի վարկ էին տալու Ուկրաինային եւ այդ վարկը փակվել է ռուսական միջոցներից, երբ որ զինադադար կամ խաղաղություն լիներ, որը արգելափակել էր Օրբանը։ Հիմա այդ 90 միլիարդը սկսելու է աշխատել, դրան գումարած ՆԱՏՕ-ն 60 միլիարդ, եւս 60 միլիարդ միջոցներ տրամադրել Ուկրաինային պատերազմը վարելու համար։ Բացի դրանից Մեծ Բրիտանիան մեծականակ թիվը կարող է սխալվել տասնյակ հազարների անօթաչու սարքերը մատակարարելու, Նորվեգիան միջոցներ է տալիս եւ արտադրության մեջ ներդրումներ անում եւ այլն, այսինքն եվրոպական հոսքը դեպի Ուկրաինա նոր թափ ստացավ ներքին թշնամուն իդեմս Օրբանին դուրս մղելով։ Իմիջիալից ասեմ, որ այդ նույն Օրբանն էր, հայերին հիշացնեմ այդ ռուսամետ մեր մեծ հայերին, որ այդ նույն Օրբանն էր, որ բանին այն մարդասպան Վիժվասկին, որը սպանեց են մեր սպային Բուդապեշտում, բաց թողեց, որը գնաց անունը չեմ հիշում, չեմ էլ ուզում հիշեմ այդ թուրքի, ադրբեջանցը, որը գնաց բան, բաց թողնեցին եւ գնաց Ադրբեջան եւ այնտեղ հերոսացավ։ Այնպես որ հարգելի ռուսամետներ, հիշեք, որ ռուսական եւ թյուրքական շահը, հակահայ շահը նույնականացված է։ Տարբերություններ մի դրեք, դե ձեռքի հետ է։ Հիմա տեսեք, դուք քաղաքական իրադարձությունների մասին խոսեցիք, բայց դա բերեց նրան, որ Ռուսաստանը հիմա շատ ավելի մեծացրել է հարվածների թիվը Ուկրաինայի վրա եւ ամեն օր մենք լսում ենք հարվածների, զոհերի,
ոչ թե ճակատում, Այլ բնակչության այլ բնակչության մեջ։ Եվ ինչ է կարծում, ինչ է սա նշանակում, սա պարզապես կատաղության բան է, թե ինչ-որ ստրատեգիա է փոխվել ռուսների։ Ես չեմ կարծում ռուսների մոտ ստրատեգիա է փոխվել, որտեղ մինչ այդ էլ քաղաքացիական բնակչությանը ռուսները շարունակել են խփել եւ խփել են եւ երբ որ խփում են օրինակ էներգետիկ մատակարարման միջոցներին, դա խփում են քաղաքացիներին, որովհետեւ ցուրտ ձմեռվա ընթացքում փաստացի ոչնչացրեն մատակարարման ամբողջ համակարգը Ուկրաինայում, որպեսզի մարդիկ սարճեն, մրցեն եւ չկռվեն։ Այսինքն դա ռուսական պիղծ քաղաքականության, այդ թվում ռազմավարություն, պատերազմ վարելու, նրանք որևէ հանցագործությունից, ինչպես եւ թուրքերը երբևէ չեն հրաժարվել, այնպես որ այդտեղ նոր բան ես չեմ տեսնում։ Այլ բան, որ ինչ որ դուք մյուսը ասացիք, կատաղությունը, այո, Ռուսաստանի վիճակը քանի գնում վատանում է, տնտեսության վիճակը մասնավորապես։ Այն անհրաժեշտ աջակցությունը, որը ինքը ուներ ժամանակի ընթացքում նույն Թրամփից եւ նույն եվրոպական, այսպես կոչված առաջնորդների մեջ, Մերկել կլիներ, Շրոդեր կլիներ, չգիտեմ, որ ուներ եւ փաթաթել էր էներգետիկ իր բաներով, խողովակներով, գազի եւ նավթի ամբողջ Եվրոպան եւ խեղդում էր, հիմա այդ գործիքները նա չունի։ Եվ իրավիճակը Ռուսաստանում վատ է, այս տարի, եթե տվյալներին շրջանառվող տվյալներին որոշակերեն վստահենք, նա բան է ունեցել, ոչ թե տնտեսության աճ է ունեցել, այլ անկում է ունեցել տնտեսության 2-ից 3%-ի։ Եվ այդ քննարկումները Պուտինի մոտ արդեն լինում են եւ լավ չի Ռուսաստանի վիճակը։ Եվ եթե այս ընթացքը շարունակվի, մի բան էլ ասեմ, ես կարող եմ սխալվեմ, դա Գերմանիայի զինվորակ մեծ բարձրաստիճան զինվորականը չասեմ ով էր, կարող է սխալվեմ, բայց հետաքրքիր բան է, հետաքրքիր լուր շրջանառվեց, հետաքրքիր դրույթ շրջանառվեց, որ քննարկման ժամանակ ասվել է, որ մենք պետք է Ուկրաինային օգնենք պատերազմելու մինչև 30 թվականը, մենք 26 թվականում ենք այսօր։ Մինչև 30 թվականը, որպեսզի Եվրոպան առանց Ամերիկայի պատրաստ լինի ռուսներին դիմակայելու։ Այսինքն այդ թափով բանը աջակցությունը Ուկրաինային շարունակվելու է եւ այն հույսը, որ ուներ Պուտինը, որ կարող է խեղդվի Ուկրաինան, այդ հույսը եվրոպացիք փորձում են կյանքի չկոչել, թույլ չտալ, որ Թրամփի աջակցությամբ Պուտինը կարողանա Ուկրաինային ծնկի իջեցնել։ Դե ինչ, այսօրվա թեմատիկան սպառվեց, շնորհակալություն հետաքրքիր զրույցի համար, սելի բարեկամներ, հիշեցնեմ, որ մենք զրուցում էինք ազգային օրակարգ կուսակցության խորհրդի նախագահ Հայաստանի Հանրապետության նախկին դեսպան Արա Հակոբյանի հետ։ Մաղթում եմ լավ օրեր եւ մինչեւ նոր հանդիպում։